Ողջունում եմ ձեզ Սիմոնյան Post YouTube-յան ալիքի հարգելի հետևորդներ, այսօր զրուցելու եմ ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանի հետ, բայց մինչև մեր զրույցը սկսելը պետք է խնդրեմ, որ բաժանորդագրվեք այս ալիքին, հավանեք տեսանյութը եւ գրեք մեկնաբանություններ։ Բարև ձեզ, պարոն Մկրտչյան։ Բարև ձեզ։ Պարոն Մկրտչյան, 2018 թվին եւ դրանից առաջ էլ Նիկոլ Փաշինյանի այսպես ամենակարևոր մտքերից մեկը այն էր, որ Ալեքսանդր Սարգսյանը, Սաշիկ Սարգսյանը միշտ 50-50 է արել ամեն ինչ եւ ասում էր, չէ, արագաչափերն է իրենը, մեկ էլ մյուսն է իրենը, բայց քրեական գործերի արդյունքում այդպես էլ ոչ մի բան չհաստատվեց, բայց այսօր Գյումրիում են ելույթ ունեցել եւ նրա մամուլի խոսնակ ԿՊԱ-ական Նազելի Բաղդասարյանը ասում է ջրամատակարարման խողովակներն է Սաշիկ Սարգսյանը ինչ որ տարել, ծախել, այսինքն այդ 18 թվի Կորուն ջան, 8 տարի է իշխանություն են, մի հատ փաստ չկարեցան ցույց տան, բացի այդ մուտիլով կեք տարածելուց, բացի իշխանությունը այսօր իրանք են, մի հատ փաստ ունեն, մի հատ փաստ 8 տարի է իշխանություն են, մենակ մուտիլովկա են տարածում, երևի իրանք թվում է իրանք են հին ժուրնալիստներն են մուտիլովշիկ, էլի, մուտիլովշիկ ժուրնալիստները, հարգանքներս բոլոր նորմալ լրագրողներին կյանքներն ձեր ցավը տանեմ, բայց իրանք մուտիլովշիկ լրագրողներ էին, դրանով են աշկինք է միշտ ու իրանք թվում է հիմա հələ էլի այդ մուտիլովշիկ լրագրողներն են, մի հատ փաստ, իշխանությունն էլ ձերն է, մի հատ փաստ ցույց տվեք։ Կորուն ջան, 18 թվին, երբ որ հեղափոխությունը եղավ, էս իրանց հեղափոխությունը, մարդկանց հոգեբանություններն էլ փոխվել։ Եթե դրանից առաջ, ասենք, ամոթ էր, անպատվաբեր բաներ, որ գնայիր, ասենք, մի բան տենայիր, գնայիր ասեիր, կամ քեզ գային նեղացնեին, գնայիր քաղմաս գրեիր, 18 թվից հետո այդ ամեն ինչը դառել էր պրեստիժ։ Բայց նույնիսկ այդ պայմաններում մեկը չեկավ չկանգնեց, չասեց, որ Ալեքսանդր Սարգսյանն ինձնից բան է խլել։ Մեկը, գոնե մեկը չեկավ չկանգնեց, չասեց։ Հասկանում եք։ Հələ պատկերացրեք իրականում, որ այդ ամեն ինչը ճիշտ լիներ, 18 թվի հեղափոխությունից հետո նավբալով կգնային կգրեին Ալեքսանդր Սարգսյանի վրա, չէ՞։ Բայց մի հատ փաստ տենց դա ոչ, որովհետև այդ սաղ սուտ է։ Այդ սաղ սուտ է, ու ես 8 տարին ապացուցեց, որ այդ սաղ սուտ է եղել։ Իրանք ընդհանրապես մուտիլով կեն արել։ Բա հիմա ինչ են այդ նույն բանը, հիմա էլի սկսել այս ընտրությունների բերան, էլի այդ նույն 100 թվի պատմությունները էլի որովհետև մարդիկ հələ դա ուտում են, մարդիկ տենց բաները հələ ուտում են, իրանք էլ ինչն են լավանում, մուտիլով կեկն են լավանում, ինչն են լավանում, խափում են ժողովրդին, ինչով կարան փորձում են վարկաբեկեն նախկիններից։ Հանրապետական ըսկի չել մասնակցում, խիեք գալի կախվում էլի մեր տանձից, արա։ Հասկանում եք, մենք չենք մասնակցում ընտրություններում։ Խիեք մենք չենք մասնակցում բնականաբար, բայց պատժ չենք անում ընդդիմությանը, հասկանում եք։ Պարոն Մկրտչյան, այդ որ ասում եք չեք մասնակցում, դա ըստ էության ձեզ չի ազատում Նիկոլ Փաշինյանի թիրախ դառնալուց, որտեվ այն որ ասում էր սրան նրան կզսնելու եմ, դրա մեջ նաև հանրապետականի եւ Հայաստանի երրորդ նախագահային հիշատակեց, ինչպես կարող եք պատասխանել։ Ես էլ դրա պատասխանը տվել եմ տուտուներով, չգիտեմ նայել եք թե չէ հայելի ակումբում, տուտուներով դրա պատասխանը տվել եմ, ով որ Սերժ Սարգսյանի փորձի կասացի, Սերժ Սարգսյանի տանձը կուտի, մեր բոլոր նախագահների տանձը կուտի, Սամվել Կարապետյանի տանձը կուտի, հենց կոնկրետ Նիկոլին եմ ասում, տանձը կուտես Սերժ Սարգսյանի, թե իրանք կասացնես, դու լը կասացած վիճակից մի հատ դուրս արի, նոր կասացրած սրան նրան, ու հետո դու մեր պետության ղեկավարն ես, մարդը չի հպարտանա նրանով, որ իր ազգին կասացնում է, դու բացի հայից ոչ մեկին չես կարող կասացնես, հələ մի հատ թուրքին կասացու էլի, հələ մի հատ Ալիևին կասացրա, ողջունում եմ,ար ասեմ, ցավը տանեմ, Էրդողանին մի հատ կասացրա, իր ազգին կասացնում է ու դրանով հպարտանում է, բացի հայից, դու կարաս մեկին կասացնես, մենակ հայ ազգին ես կասացնել, այո, բոլորիս էլ կասացնել ես, այսօր որ Բաքվի բանտում մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը նստած է, այսօր էլ կակրած Ռուբեն Վարդանյանն էլ ծնունդն է, բարի տարեդարձ եմ մաղթում այդ մեծն հային, բարի տարեդարձ եմ մաղթում ու ազատություն եմ մաղթում ու մեր բոլոր ռազմագերիներին ազատություն եմ մաղթում, ազատազրկված Արցախին ազատություն եմ մաղթում, հասկանում եք, այսօր որ իրանք գտնվում են այնտեղ, այո, անձամբ ես կզած եմ, ես ոնց կարամ գլուխս բարձրենի, երբ որ ասենք այսօր Արցախը ազատազրկված է, Բաքվի բանտում էլ մենք ունենք գերիներ ու ոչ թե մենակ շարքային սովորական մարդիկ, այլ ռազմաքաղաքական ղեկավարությունը։ Ես ոնց կարամ ինձ կզած չհամարեմ, երբ որ Արցախի դրոշը Ալիևը գալսա տրորում է, հասկանում եք, ու դու դրանից ուրախանում ես, այդ սաղ Նիկոլի պատճառով է եղել, այդ դու ես մեզ կզացրել, այո, կզացրել ես, հասկանում ես, Կորուն ջան, ասա թշնամուն կզացրես,
թշնամուն կզսնես։ Իսկ նորից եմ ասում, այդ մարդկանց անունները, որ դու տալիս ես մեր նախագաների, այդ մարդիկ կզծրել են, այն մարդկանց, ում առաջ ես որ կզծես, Ալիևին էլ, հորն էլ, սրան էլ, Էրդողանին էլ հետը, կզծրել են Սերժ Սարգսյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, մեր բոլոր զորավարները։ Հասկանում ես, ու հիմա դու ասես կզծնեն, ես գործ եմ ասում, տանձը կուտես, թե կարենաս կզծնես, իրաց տանձը կուտես։ Ես սա սենց ասել եմ Հայլի ակումներում, տուտուներով երևի տեսել եք։ Բայց դա օրինակ երկրի ղեկավարի խոսույթ է։ Սերժ Սարգսյանը 10 տարի եղավ իշխանության, մի հատ տենց հայախառն բան չլսեցինք։ Որտեվ ղեկավարը տենց պետք է լինի։ Մերնեմ սրտի որ Սերժ Սարգսյանից ընդամենը մի հատ իա իրոք էին ասում։ Այ ապրեք, ղեկավարը պետք է Սերժ Սարգսյանի նման, պետք է Ռոբերտ Քոչարյանի նման, պետք է Լևոն Տեր-Պետրոսյանի նման, մեր բոլոր առաջ 3 նախագահներն էլ իրոք ղեկավարին արժանի մարդիկ են եղել իրանց ամեն ինչով։ Այս հոգեկան հիվանդ անհավասարակշիռ մարդը, սրան բակարելա, սրանցքի մի հատ բաժակ չի կարելի վստահել, այդ ցավտան է պետությունը բասրան կվստահի, որ ընտրեցին մի հատ 18 թվին, մի հատ ընտրեցին 21 թվին, հələ մի լիքը ձայներ ունի։ Հասկանում եք, սրան բակարելա բան վստահ է, սա հոգեկան անհավասարակշիռ մարդ է։ Ես էլ եմ այդպես մարդ, Կորուն ջան, ես էլ եմ այդպես մարդ, հիմա ինձ բան վստահ է։ Հասկանում, ես կբռնեմ կնոկեկը կարող ասեմ տնեմ ու մի անգամից բացին խփեմ հաջորդ օրը, օրինակ էլի, հասկանում ես որ դա կարող է վնաս բերի, չէ, վնաս կբերի, չէ, ասկե այդ կարգի մարդուն չի կարելի դնել պատասխանատու բանի։ Մնայր դեպուտատ, լավ էլ խոսում իր, լավ էլ խնդացնում իր, դաշը հակառակ կարծիքները ունենալով, բայց հավեսով լսում է իրան, իմ ամենասիրած դեպուտատներ, որ այն վաղտ ինքը բաներ, ոչ մի բան հետ համաձայն չէ իրա, բայց ազգային ժողովում, եթե չլսեի միստր Էպտիմի ասնեի մի հատ Նիկոլին լսեի։ Մնայր տես խոսայր էլի։ Եկար երկիր ղեկավարեցի քո բանն է, ու այսքանից հետո սխալներից ուղում էլ չի անում։ Այսինքն սա փաստում է մի բան, որ ինքը դիտավորյալ է տանում ինչ անում, ինքը դավաճան է։ Հենց այս է ցույց տալի, որ ինքը դավաճան է, որովհետև քանի անգամ քծից ծնգի տարա։ Հիմա մի հատ Հայաստանն էլ դի թոք սարքես, որ հանգստանաս, Ղարաբաղը թոք սարքիր։ Այդ թոքից պրծար, հիմա մի հատ Հայաստանի թոքից ես պրծնելու, հեսա всё պրծնենք մենք այդ, հա։ Շատ էլ ժողովուրդը չի հասկանում։ Գոնե դու պիտի հասկանաս։ Բայց մեղավորը նաև ժողովուրդը, Կորուն ջան, եթե 21 թվին ինքը խափում էր հենց ժողովրդին, ասում էր Շուշիի ու Հադրութի դեօկուպացիա եմ անելու, չէ, հիշում եք, չէ։ Արցախը ինքնորոշում տինա, Արցախում ապագա կա, հիշում եք, չէ, Ալեն Սիմոնյանին։ Հիմա իրանք ասեն Արցախի հարցը փակված է, մի հատ ասեն ոչ ոք չի կարա բացի։ Ես էլ ասում եմ Ղարաբաղի շարժումը շարունակվելու է այնքան վաղ, քան դեռ Ղարաբաղը անկախ չի, քան դեռ Արցախը անկախ չի։ Էդ էլ ես եմ ասում։ Մի ինչն եմ ուզում ասեմ, Կորուն ջան, ինքը հիմա տենց է ասում։ Համի այսքանից հետո եթե մարդ այդ իրան ընտրում է, ասեք ոնց կարելի է Արցախ հարգող մարդը, որ Արցախը մեր համար սրբություն է, այդ իրան ընտրի։ Հիմա չի խափում, ինչ կա տենց ասում է այդ առումով, ասա Ղարաբաղյան շարժումը փակված է ու պիտի չբացվի։ Ու եթե մի հատ մարդ գնում է իրան ընտրում է, ուրեմն Ղարաբաղը չի հարգել երբեք։ Առավել ես կռված տղեկին է խոսքս վերաբերվում։ Կռված տղեն իրան ընտրելու իրավունք չունի։ Ղարաբաղին իրան ընտրելու իրավունք չունի։ Դու հայը իրան ընտրելու իրավունք չունի, որտեղ Արցախը, Ղարաբաղը մեր սրբությունն է եղել, արա։ Ես հիշում եմ, որ այն ժամանակ մարդիկ ինձ սեփ են անում։ Չկային մարդիկ էլի Նիկոլական։ Մենք չենք ուզում, որ Ղարաբաղը կորի։ Մենք դրա համար են յանում Նիկոլին ուզում, էլի յանում Սերժը, որ մնար Ղարաբաղը կորցնելու է։ Մենք չենք ուզում, որ այն մեր զոհերը, զոհված արունները անիմաստ ձևի ոնց որ գնալ անիմաստ դառնա։ Հիմա դրանց եմ ուզում ասեմ։ Համի Նիկոլը հանձնում է Արցախը։ Եթե դուք այո ենթադրություններ եք անում, որ հանրապետականները հանձնելու են, հող են հանձնելու, իսին ինչ են անելու, հող հանձնողին կհանձնենք հողին, համի պրամո հանձնում է, բախեք էդ ում իրան ընտրում, բախեք հլը պաշտպանում իրան, արա, պրամո ասում է Ղարաբաղյան շարժումը, պետք է շարունակվի, բախեք գնում հիմա իրան ընտրում, հիմա այդ ասողներին եմ ասում, հլը ունի ընտրած զանգված, Կորուն ջան, ու դա ներվայնացնում է, այսքանից հետո նա պիտի իրա ընտանիքի անդամը իրան պիտի չընտրեր։ Իրա ընտանիքի անդամը իրան պիտի չընտրեր, իրա հալալ աղբերը պիտի թքեր իր վրա իրան չընտրեր։ Այստենց պետք է լիներ, որ ասել արա հայ ազգի ցավը տանեմ, էլի։ Այսքանից հետո էլ մի հատ էլ մեզ ստանջում ենք, թե ոնց անենք կոալիցիա մի կերպ անցնենք իրանից առաջ։
Սա մեր խայտարակությունն է։ Դե դուք Ղարաբաղյան շարժում եք ասում, հիմա Հայաստանի տարածքների Տիգրանաշենի, Տավուշի գյուղերի հարցն է արդեն Այդ ցավը քննարկվում ու ինչ Տիգրանաշեն, ինչ Տավուշ, Երևանի հարցն է։ Որ չեն ասում Տիգրան, հետո հաջորդը քարքին են տալու։ Այս զանգ եկավ ինձ, որ բան չի, զապիսը կդիմա, չէ։ Մի րոպե, Ոչի տեղ։ մի րոպե մի հատ նայեմ։ Որ զանգը գալիս է ոնց որ բան է։ Всё, դզվեց ոնց որ ադբոյ տվեցի։ Նորմալ է, չէ հիմա։ Մի րոպե։ Հա։ Հիմա նորմալ է։ Հիմա նայեք մերնում քեզ, որ չեն ասում քարքին է տալու։ Հեսա քարքին տալու։ Արա ինչ քարքի, Հայաստանն է տալու։ Խի պետք է քարքին տա, երբ որ ամբողջ Հայաստանն է տալու։ Սա չեն կարող, այդպես որ ասեն քարքին է տալու, չէ։ Երևանցին ասա ջայնամ չի տալու։ Սա չեն ասկան, որ Երևանն է տալու, ամբողջ Հայաստանն է տալու, ինչ քարքի։ Ինչ քարքի, խի պետք է քարքի, նյարդի, ասես կտոր-կտորանի նա մի անգամից սախ տալու է։ Ու ասում են ոնց 300,000 թուրքին եթե բերեց թե Հայաստանը ասես փաթեթավորման ու տալիս է, всё, այդ ցավը տալու։ Ու դառնելա շատ արագ։ Եթե Նիկոլ Փաշինյանը մնաց իշխանության, 300,000 թուրքը գալու են Հայաստան, Երևան, գալու են լցվեն Երևան։ Ոնց է լինի։ Մի հատ Խասիբով տղու, զոհվածի Խասիբով ծնող կհելի դանակը կկողի մեկի փորը, կլինի չէ՞ մի հատ այս Խասիբով հայ։ Եթե նույնիսկ չլինի, իրան կսարքեն մի հատ տենց կռիվ կսադրեն, ունդեղից զորքը կմտնեն ադրբեջանական զորքը կմտնեն Հայաստան, всё, վերջացավ, Հայաստանը պրծավ։ Կգան ստեք սկսեն ձերբակալություններ անել, սպանություններ անել, ով կհասնի կփախնի կամ տեղում կմեռնի, Ռոբերտ Աբաջանի նման իրան պայթացնելով։ Վերջ այս սա է սպասվում ու շատ արագ ժամանակամիջոցում, եթե Նիկոլ Փաշինյանը հանկարծ մի հատ էլ անցավ իշխանության։ Մի հատ դարձավ վարչապետ։ Էս է սպասվում։ Քարքի, եթե դες թվում է քարքին է տալու ու գոնե էլի մի քանի տարի sense մնանք, չէ։ Մի անգամից Երևանն է տալու։ Ոչ մի քարքի հարց էլ չկա, կա Հայաստանի հարց, Արևմտյան Ադրբեջանի հարց։ Նես որ մի ասեք քարքին է տալու։ Քարքին չի տալու, սա Հայաստանն է տալու, որովհետև քարքին Երևանցու տանձին չի, կներեք այս բառս համար։ Չեմ ասում բոլորի։ Նիկոլ ընտրողների։ Կասի չայնամ չեն տա, ես իմ տանս հանգիստ նստած եմ։ Բայց Երևանն է տալու, Երևանը, Հայաստանը, բերելա լցի 300,000 թուրքին, Երևան, Հայաստան տարբեր մասեր, հետո էլ զորքը կողի հետևից տեղ, ու всё։ Զորքն էլ չկողի ժամանակի ընթացքում դրանք կբազմանան մեծամասնություն կկազմեն, բայց զորքը կկողի շատ արագ, որտեղ եթե ոչ մի բան էլ չլինի, իրան կսադրեն ստեղ մի հատ վեճ, կորուն, ու զորքը կկողեն ընդ ոնց են Կիպրոս կողե զորքը։ Տենց էլ կմտնեն զորք ստե։ Ռուսաստանն էլ չի խառնվի, կթողի կասի սրանց հասնում է։ Վերջում նոր կգամ օգնության։ Հասկանեք, երբ որ կոտորված կլինի, երբ որ կհասկանան, որ անվտանգությունը ինձնից է կախված։ Չի խառնվի Ռուսաստանը։ Հիմա օրինակ Ռուսաստանի վերաբերմունքը ոնց է գնահատում, որ լիքը գյուղատնտեսական ապրանքներ արգելված են արդեն իսկ։ Հələ էդ էլ չան, Ռուսաստանի պետությունը, Կորուն ջան, ուզում է մեզ հասկացնի, որ արա, դուք առանց ինձ չեք կարա։ Ու ոչ թե մենակ չեք կարա, այլ չեմ էլ թողի ամենավերջում, կգցեք քացուց տակ։ Ես օրինակ այդ մի անգամից եմ հասկանում։ Ինքը ուզում է քիչ-քիչ մեզ հասկացնի, չենք Ղարաբաղյան պատերազմը, Կորուն ջան, մեր համար պետք է լիներ, գիտեք մի հատ ինչ դաս։ Ընդամենը մի քանի տարի առաջ եղել, 100 տարի առաջ էլ չի եղել, որ ասենք մոռացել եք, սկլերոզ ունեք։ Ընդամենը մի քանի տարի առաջ պատմությունից մենք դասեր չենք քաղում։ Ղարաբաղը կորցինք, Հայաստանն էլ ենք կորցնելու, եթե ռուսին պրոցիվ գնանք։ Եթե ռուսը ձեռը մեր վրից քաշեց, թուրքը մեզ կկոտորի, էդի կա։ Ու ռուսն էլ հենց պետք է ձեռը մեր վրից կքաշի, որ թուրքը մեզ կոտորի, մենք խելքի գանք։ Հիմա ընդամենը տնտեսական մի թեթև պատժամիջոցներ անում, չէ։ Հեսա կարող է գազի վինտը մի հատ sense փագի ընդեղից։ Որ հասկանան, որ արա մենք առանց իրանց չենք կարա, բայց նույնիսկ եթե դա ամեն ինչը մենք հաղթահարենք, անվտանգության հարց կստի։ Կթողի թուրքը կմտնի Երևան։ Կամ ամենավերջում ինքը կկոտորի, մի երկու հատ բոմբ կգցի, դուք պատկերացնեք, որ մեզ սկսի բոմբի տանել հենց ռուսը, բայց բանը դրան չի ասնի, թուրքն է մեզ բոմբի տանելու։ Ֆրանսիան մեզ չի օգնելու։ Ինչա Կորուն ջան։ Ֆրանսիան, Ամերիկան մեզ չեն օգնելու։ Մեկնի դեմ մենք Ուկրաինային ոնց են օգնում էլի։ Այսինքն դուք ուզում եք մենք Ուկրաինա դառնանք։ Կամ մենք կարանք Ուկրաինա դառնանք,
Այդ Ուկրաինայում Եվրոպային կպած անընդհատ բերում են ու ռուսելի մորթում։ Աստեղ ճամփեն որն է։ Թուրքը պիտի գա ստե կռվի ռուսի դեմ, հա։ Եկը կոտորի ավելի լավ, ստե կդառնա պոլիգոն Թուրքին կոտորի։ Ռուսը ուրախ կլինի Կորյուն ջան, որ այսպես 5 տարվա պատերազմը լի Թուրքիայի հետ։ Դա ոչնչացնի պանթուրքիզմը։ Ու այդ կռիվը լինելու է։ Ու պատկերացնեք այդ կռիվը լինի Հայաստանի տարածքում։ Ստե հայ կմնա էլ։ Մի կողմից թուրքը, մի կողմից ռուսը։ Այդ դեպի դայատանում Նիկոլ Փաշինյանը։ Գիտեք Նիկոլ Փաշինյանը ինչա, նա գուբերնիստ է։ Այդ որ գուբերնիստ ասում են, իսկական ինքն է։ Կորյուն ջան, ձեզ թվում է, որ հիմա Ռուսաստան ուզից թե իշխանափոխությունանի չի անի։ Մեկից մեկ այս մի բաժակ ջուրել է նայեք, այս մի բաժակ ջուրը ես ավելի դժվար կխմեմ, քան Ռուսաստանը ստե իշխանություն կփոխի։ Այդքան հեշտ է իր համար իշխանություն փոխել։ Իմ համար էս մի բաժակ ջուրը ավելի դժվար է խմելը, քան Ռուսիա համար ստե իշխանություն փոխելը։ Բայց խի չի փոխում, որովհետև ասма թոմնան հեսա դառնալու են իմ գուբերնիան։ Հեսա դառնալու են իմ ստրուկը։ Նիկոլ Փաշինյանը պիտի բերի Հայաստանի սարքին ստրուկը։ Ոնց որ մի Ադրբեջանի ստրուկն է ուզում սարքի ու համաձայն, հա, որ հանկարծ ռուսը սկսեց մեզ պատժել։ Մենք այլ ընտրանք չունենք։ Մի հատ էլ դնում մտածում են Եվրոպայի թանկ, Եվրոպան դե մեզ չի ընդունում։ Ասենք թե ընդունում է, դու կարաս այդած Եվրոպա, ռուսը կթողի։ Եվրոպան ռուսի դեմ կարա խաղեր, դա կը ոչնչացնի սա։ Նույնիսկ ատոմային պատերազմ որել են անգամ ես ձեզ ասել եմ։ Նույնիսկ եթե մեկը ռիսկանի ապարոտկա ֆրա ատոմային բոմբով խփի Ռուսաստանն էլի կկրի ռուսը։ Էլի կկրի։ Իրա ժողովրդին կցրի Միջին Ասիայով ես Կովկասով ու կսի բոմբի տանել։ Կը ոչնչացնի սա աշխարհը, իրա Ռուսաստանն էլ կխփեն, էլի թող խփեն։ Տարածքը կմնա, իրան իրաղացնել կնի Միջին Ասիային մեկել էս Կովկասում։ Նույնիսկ այդ պատերազմի դեպքում, բայց ոչ ոք ռիսկ չի անի ռուսին ապարոտկա ֆրա, որ ասենք օրինակ հիմա յազերնիով խփի մի հատ Ուկրաինային, օրինակ։ Ոչ ոք հանուն Ուկրաինայի կամ հանուն Հայաստանի չի գնա մեռնելու։ Հիմա Ռուսաստանը ընդամենը տնտեսական պատժամիջոցներ է կիրառում։ Ուզում եմ որ մենք խելքի գանք, այդ մեր օգտին անում։ Ուզում եմ որ մենք հասկանանք, որ մենք առանց իրա չենք կարա։ Եթե մենք էլի չհասկանանք, ասենք սովամահ կլնենք, բայց Ռուսաստանի կողմը չենք գտա, ուրեմն ոչ թե մենակ սովամահ կլնենք, մի երկու հատ այդ բոմբ կգցի կարագասնիկ, ասի էլ մի տանջվեք, արագ մեռեք։ Չի տա այս տարածքի ինքը, ոչ մեկին։ Քանի Ռուսաստանը հզոր կա, այս տարածքը ռուսինն է։ Այ ուրիշ բան է Ռուսաստանը քանդվի մեջից։ Մենք կարանք մտածենք ռուսից փոխվելու մասին, բայց այդ դեպքում էլ թուրքը մեզ ոչնչացնելու է։ Այսինքն մեր շահերից է բխում Կորյուն ջան, որ ռուսը լինի հզոր, որտեվ քանի ռուսը հզոր կա, թուրքը մեզ ոչ մի բան չի կարանի։ Իսկ թուրքի հետ մենք բարեկամ երբեք չենք կարա դառնանք, երբեք պարսիկի հետ բարեկամ ենք։ Պարսիկի հետ դաժե որ խորանանք կարող է նույն ազգներ լինեն, քանանց եղբայրական ազգեր ենք, պարսիկի հետ։ Դրա համար Պարսկաստանի հզորությունն էլ է մեզ ձեռ տալիս։ Այնտեղ մենակ ես կուզեմ, որ ռեժիմը փոխվի, դառնա ասենք ազատություն լինի մարդկանց, էլի դե մարդիկ կիսաստրուկ վիճակում են, հասկանում եք։ Ես ուզում եմ, որ Պարսկաստանը լինի հզոր, դա մեր շահերից է բխում, հզոր, բայց ազատ լինի, էլի դե մարդիկ ազատ լինեն, մարդկային կյանքը ազատ լինի։ Որտեղ Պարսկաստանի հզորությունը նաև մեր անվտանգությունն է ապահովում։ Պարսիկը որ լինի հզոր, մի հատ էլ ենք մենք ուժեղ անվտանգություն ապահովող դաշնակից ունենում։ Իսկ մեր հավիտյան թշնամիները, դա Թուրքն է ու Ադրբեջանն է, այսինքն թուրքը, երկուսն էլ դե թուրք են։ Նրանք մեր հավերժ թշնամիներն են։ Պարոն Մկրտչյան, ամայիս 28-ին Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է զորահանդես անցկացնել, գիտեք ինչ որ տեխնիկաներ են բերել, այսօր էլ սպառնում էին ժողովրդին, ասում էին հանկարծ չնկարեք, թե չէ պատասխանատվության կենթարկվեք։ Ձեր կարծիքով այդ տեխնիկաները ինչի համար է ցուցադրում։ Ընտրություններից առաջ, հա։ Այդ տեխնիկաները նախ դե ընտրություններից առաջ ուզում եմ ցույց տա տեսեք ինչեր ունեն, որ յանեմ տեսեք ինչ զենքեր եմ արել, իր ռեյտինգ էլի ուզում եմ բարձրացնի 1։ Երկրորդ ուզում եմ Ալիևին ցույց տա, որ նայ տես, ես էլ հզոր զենքեր ունեմ, իմ վրա շատ մի գոռա, մի քիչ են գոռալը թուլացա, ես էլ եմ մի քիչ հզորացել։ Էդ է ուզում ցույց տա, բայց Կորյուն ջան, աշխարհի ամենաուժեղ զինատեսակներն էլ բերտում ՆԱՏՕ-ի ու Կարմիր բանակի Ռուսաստանի սաղ զենքերը բերտում Նիկոլ Փաշինյանին, Նիկոլ Փաշինյանը կպարտվի, որտեղ այդ զենքերը ու առասակ պատերազմը կառավարել իմանաս առաջի հերթին։ Նորից եմ ասում, Նիկոլին տարդի ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատար, տարդի Ամերիկայի պրեզիդենտ, Ամերիկան կքանդի կգցենքում։
Հասկանում եք, ուզում եմ ասեմ, որ ատոմային բոմբ էլ բերեց տաս Հայաստանին, Նիկոլը պարտվելու է։ Ինքը նաև այդ նպատակ ունի, ուզում եմ նաև Ադրբեջանի ցույց տա, տես ինչ զենքեր ունենք, որ մի քիչ մեզ մեղմացրա էլի քու այն բանը մեր նկատմամբ։ Մենք էլ ենք զորացի ահակին։ Նաև այդ է ուզում ցույց տա, մեկ էլ ասենք նախընտրական ուզում եմ ցույց տա, որ տեսեք ինչ զենքերն ենք, որ ստեղ իր ռեյտինգը բարձրացնի։ Ուրեմն Կորուն ջան, Նիկոլ Փաշինյանը այս աշխարհում ամենաշատը ատում է Ալիևին։ Եթե ձեզ թվում է ինքը Ալիևին սիրում է ու Էրդողանին, չարաչար սխալվում եք։ Եթե դուք կարա գտնեք աշխարհում մի հատ ստրուկ, որ իրան ամեն օր կզծնող տիրոջը, չեմ ասում լավ տեր ունենա, կարա լավ տեր ունենա տիրոջը հարգի, բայց իրան ամեն օր կզծնող տիրոջը, եթե կգտնեք մի հատ ստրուկ, որ կհարգի, քեզ կզարմանամ։ Ցանկացած ստրուկ իրան ճնշող տիրոջը ատում է, բայց այդ մա եղած չեղածը լպստում է։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը, որ հանկարծ հնարավորություն ունեցավ, նա Ալիևին կքերթի, որտեղ իր կյանքի մեջ իրան միակ քացուտակ գցող եղել է Ալիևը, մեկ էլ Էրդողանը։ Քացուտակ գցողը եղել է Իրաք։ Ինքը սաղ կյանքը ծեծ չի կերել, որովհետև երեխա տարիքից, եթե մեկը ուզելա մատով կապնի կամ կապելա, վազելա քաղմաս։ Քաղմաս եկել է իրան օգնել է, պաշտպանել է։ Այդտենց սաղ կյանքը։ Հետո արդեն մեր Հայաստանում, որ ձևավորեց ժողովրդավարական արդեն պետություն էինք մենք, իրան պահում էր նաև Եվրոպան։ Արդեն ժողովրդավարական պետություններ իրան որ մեկ ասում են Նիկոլին խեին թողում խոսալ, որովհետև ժողովրդավարություն է ստե։ Ժողովրդավարություն։ Մենք ունենք ժողովրդավարական պետություն, այո, ժողովրդավարական պետության մեջ էլ ծնվում են նաև Նիկոլի նման տականքներ, որովհետև ազատությունը։ Ու ինքը տենց եկավ դարավ երկիղ եկավ, ու հենց գիտեր աշխարհում էլ տենց ինչ ուզի պյանի, ոչ ոք իրան քացուտակ չեն գցի։ Քացուտակ գցեցին։ Քացուտակ գցեց Ալիևը Էրդողանի հետ։ Ինքը սարսափում է հիմա այդ երկուսից, այնքան բայց խելք չունի, որ սարսափի Ռուսաստանից, որովհետև այդ ռուսը որ չուզեր, մեզ քացտակ չէին գցի։ Եթե մենք մեզ ճիշտ պահենք ռուսի նկատմամբ, ռուսը մեզ կպաշտպաներ։ Ռուսը թողեց, որ մեզ գցեն քացուտակ, որովհետև մենք սխալ քաղաքականություն վարեցինք, որը հիմա նորից վարում ենք։ Հիմա նորից վարում ենք։ Շատ լավ, պարոն Մկրտչյան, իմ հարցերը սպառվեցին, շնորհակալ եմ շատ այս զրույցի համար։ Կորուն ջան, նորից բարի տարեդարձ մաղթենք, ցավը տանեմ Ռուբեն Վարդանյանին, ես որ դա ծնունն է։ Ես այդ մարդուն շատ եմ հարգում, ինքը իրոք մեծն հայ է, ազատություն եմ մաղթում իրան մեր բոլոր ռազմաքաղաքական ղեկավարությանը, որ այսօր Բաքվի բանտում են։ Ռուբեն Վարդանյանին ես շատ եմ նմանացնում մեր Մոնթեին, երջանկայի շատակ Մոնթեին, որ Մոնթեն էլ Օքսֆորդն ավարտել գերազանցով մի 5-6 լեզու գիտեր, շատ պատրաստված զարգացած տղա էր, որ ինքը ուզենար հիմա ինքն էր մի հատ աշխարհարչակ հարուստ մարդ կլներ, բիզնեսմեն կամ չգիտեմ ինչ, ցանկացած մասնագիտություն, որը որ ավարտել է, չգիտեմ էլ ինչ մասնագիտ է, բայց ինքը Մոնթեն այդ ամեն ինչը թողեց, եկավ մտավ Խրամատ, հանուն հայրենիքի, ու այդ նույն բանն էլ արեց Ռուբեն Վարդանյանը, միլիարդատեր մարդ, աշխարհահռչակ տնտեսագետ, ինքը զարգացած տես հզոր մարդ, ինքը այդ ամեն ինչը թողեց, եկավ մտավ Խրամատ, Արցախի Խրամատ, շրջափակման մեջ գտնվող Արցախ եկավ մտավ, ու հիմա էլ Բաքվի բանտում է։ Ես այդ մարդու կյանքին մեռնեմ, ազատություն եմ մաղթում ես Ռուբեն Վարդանյանին ու բարի տարեդարձ եմ մաղթում իրան, իր կյանքին մեռնեմ։ Ես էլ միանում եմ բարեմաղթանքներին միանշանակ եւ նաեւ իմ ալիքի եւ իմ անունից որպես լրագրողի մեր քաղաքացիներին եւ մեր հետևորդներին խնդրում եմ, որ հունիսի 7-ին անպայման գնան եւ մասնակցեն ընտրություններին։ Պարտադիր Կորուն ջան, այդ գնալով ես տեսեք սա էլ մի հատ նորից ասեմ, կա մի հատ մեծ մասսա մեր ընտրողների մեջ, որոնք միշտ չեն մասնակցում ընտրություններին, միլիոնից ավել մարդ, մոտավորապես 1.5 միլիոնի մոտ մարդ, չի մասնակցում միշտ ընտրություններին, ասում են ոչ սրանց ենք ուզում, ոչ նրանց ենք ուզում, ոչ մեզ են ուզում հներից, ոչ էլ սրանց են ուզում։ Հիմա այ իսկական իրանց համար կան նենց տեխնացու, որը որ երրորդ ուժ է, այն իրանց ասած երրորդ ուժն է, անթերի ամբից մարդ Սամվել Կարապետյան, որը որ այ ինքն էլ Ռուբեն Վարդանյանի նման մեծն բարեգործ, մեծն հայ մարդ է, ու այդ ամեն ինչը թողեց, եկավ ստե կանգնեց եկեղեցու Հայաստանի կողքը, հիմա էլ նստածա հանուն մեր Հայաստանի, հանուն մեր եկեղեցու։ Հիմա էլ մտել է պայքարի մեջ, ինքն էլ կարա իր միլիարդները հանգիստ վայելել։ Այսինքն այդ մարդուն ոչ մի բան չեն կարող ասեն, ինքը իրոք մաքուր մարդ է։ Ինչ կեղտ էլ շպրտեն վրեն, որ ասում է չոր կեղտը չի կպնում։ Կորուն ջան, իրան չի կպնում, որտեղ ինքը իրոք մաքուր մարդ է։ Հիմա ես ասում եմ այդ միլիոնից ավել, մոտ 1.5 միլիոնի մարդը, որ միշտ չեն մասնակցել ընտրություններին, գնացեք ընտրեք իրան, ձեր ուզած տեխնացուն է։ Իսկ ընտրության ընդհանրապես այսօր չգնալը դա դավաճանություն է, որովհետև եթե դու այսօր ընտրության չես գնում,
Սա պետության, դու պետությունն ես կորցնում։ Դու վաղը չէ մյուս օրը հազարավոր մարդկանց մահվան պատճառ ես հանդիսանում այսօր քո ընտրության չգնալով։ Ով այսօր չգնա ընտրության, ես դիմում եմ մեր հայ ժողովրդին։ Նա ուրեմն վաղը չէ մյուս օրը հազարավոր, 100 հազարավոր մարդկանց մահվան պատճառը հանդիսանում իր այդ մի ցայնով։ Հայաստանի կորուստի, Հայաստանի ադրբեջանացման պատճառը հանդիսանում իր այդ մի ցայնով։ Պարտադիր գնացեք ընտրության, պարտադիր աշխարհի որ ծայրերում ելնեք, եկեք ոչինչ, տոմսարեք, եկեք մասնակցեք ընտրության, ելի գնացեք։ Սա հայրենիքի պետության փրկության հարց է, սա ազգի փրկության հարց է, սա մարդկային կյանքերի փրկության հարց է։ Կորուն ջան, այսօր ընտրության մասնակցելը, պարտադիր գնացեք, ձեր ընտրությունը արեք։ Ու այս ընտրությունների վերաբերյալ էլ Կորուն ջան, տեն մեկ չէ ինչ բռնաճնշումներ են անում։ Հիմա Նիկոլ Փաշինյանն եմ ուզում ասեմ, Նիկոլ Փաշինյան առաջվա մեր տասովշիկները, ոնց որ մեր համար էին տասով կանում ընտրությունների ժամանակ, նույն ձևի հիմա տասով կային անում քո համար, նույն ձևի, նույն ճնշումները, նույն բռնաճնշումները ինչ որ վաղտին մենք անում էինք, հիմա էլ դուք եք անում, բա դու դրա դեմ էիր պայքարում, թե կուրսի քեզ տասովշիկները ոնց են աշխատում, ոնց են մարդկանց ճնշում, ստիպում, շանտաժանում, պարտադրում, որ գնան ընտրեն իրանց համար։ Կորուն ջան, տեղյակ եք սաղթել, բոլոր տեղերում սաղ այդ ձևի տասով կեք են անում այս իշխանությունների համար, եկեք ընտրեք, վախացնելով, շանտաժանելով, սպառնալով, հասկանում եք, Նիկոլ չես տենում էսի, չգիտես դու, հələ միակու սպեցուժվաներին ասա, թող ուսումնասիրություն անեն ու վաղը կան քեզ զեկուցեն, տեսես նույն բանը ասելու են, թե չեն ասելու, նույն բաները անում են հիմա քո համար, բա դու սրա դեմ էիր պայքարում։ Շատ լավ, շնորհակալ եմ շատ այս զրույցի համար։ Ես էլ ձեզնից եմ շնորհակալ, Կորուն ջան։